ԱՄՆ նախագահը հայտնել է, որ դեպի Իրան է ուղարկվել ամերիկյան ռազմական երկրորդ նավատորմը։ Դոնալդ Թրամփը կոչ է արել Թեհրանին գործարք կնքել, թե ինչ է ենթադրում այդ գործարքը չի հստակեցվում։ Ակնկալվում է, որ այն վերաբերելու է իրանական միջուկային ծրագրին։ Իրանում բռնկված հակակառավարական ցույցերի ֆոնին Սպիտակ տան ղեկավարը բազմիցս զգուշացրել էր, որ կարող է հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին։ Հունվարի 23-ին Թրամփը հայտարարեց Իրանի ուղղությամբ Մերձավոր Արևելքում ամերիկյան նավատորմի տեղակայման մասին, հույս հայտնելով, որ այն կիրառելու կարիք չի լինի։ Հունվարի 27-ին նա տեղեկացրեց, որ Թեհրանը բանակցություններ է խնդրել ԱՄՆ-ի հետ քննարկելու հնարավոր գործարքը։ Թրամփի խոսքով դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է, չնայած Իրանի ափերի մոտ գտնվող ամերիկյան նավատորմն արդեն ավելի մեծ է, քան Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավատորմը։ Իսրայելից ևս հայտարարում են, որ անհրաժեշտության դեպքում հակահարված կտան Իրանին։ Թեհրանից էլ նախազգուշացնում են, հակամարտություն չեն ցանկանում, բայց պատրաստ են պատերազմի։ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու տարածքների եւ Զապորոժիեի ատոմակայանի հարցերը, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Խոսելով Աբու Դաբիում Կիևի, Վաշինգտոնի եւ Մոսկվայի պատվիրակությունների միջև անցած շաբաթ տեղի ունեցած բանակցությունների մասին Անդրի Սիբիհան հաստատել է, որ չլուծված է մնում հենց տարածքների եւ ատոմակայանի ճակատագիրը։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքերը դուրս բերվեն Դոնբասից, այդ թվում դեռ ռուսական վերահսկողության տակ չգտնվող տարածքներից։ Կիևն անընդունելի է որակում այս պահանջը։ Ուկրաինական կողմն էլ պնդում է, որ ռուսական զորքերը հեռանան Զապորոժիեի ատոմակայանից, մինչդեռ Միացյալ Նահանգներն առաջարկում է Ռուսաստանի հետ համատեղ վերահսկողություն հաստատել ԱԷԿ-ի նկատմամբ։ Անդրի Սիբիհան հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը բանակցությունների ընթացքում այլևս պատմական դասախոսություններ չի կարդում, այսպիսով որակական փոփոխությունները նկատելի են։ Սիբիհան նաև տեղեկացրել է, որ Կիևը պատրաստվում է 20 կետանոց խաղաղության ծրագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ, այնուհետև Վաշինգտոնն առանձին փաստաթուղթ կստորագրի Ռուսաստանի հետ։ Եվրամիության ստորագրությունը չի լինելու, հավելել է դիվանագետը։ ԱՄՆ նախագահն էլ հայտարարել է, որ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցություններից հետո ռուս-ուկրաինական հարցով շատ լավ զարգացումներ կան։ Դոնալդ Թրամփը սակայն չի հստակեցրել ինչի մասին է խոսքը։ Ուկրաինայից հայտնել են, որ ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Խարկովի մարզում ուղևորատար գնացքի։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է առնվազն 4 զոհի մասին, կան վիրավորներ։ Գնացքում է եղել ավելի քան 200 մարդ, հայտնել է Ուկրաինայի նախագահը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով ուղևորների շրջանում եղել են խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներ։ Զելենսկին ռուսական հարվածը ահաբեկչություն է որակել։ Թիրախում է հայտնվել նաև Զապորոժիեն, Կիևի մարզում կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսաստանի ՊՆ տվյալով էլ գիշերվանից խոցվել է ուկրաինական շուրջ 80 ԱԹՍ, դրանք ոչնչացվել են Կրասնոդարի երկրամասի, Աստրախանի, Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Ռոստովի եւ այլ մարզերի տարածքում։ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Անկարայից հայտնում են, որ Դոնալդ Թրամփը եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում վերջին զարգացումները, Գազայի խաղաղության խորհուրդը, առևտրի, պաշտպանական արդյունաբերության ոլորտներում գործակցությունը։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել Թուրքիա-ԱՄՆ շփումները զարգացնելու ուղղությամբ։ Նա հավելել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս հարևան Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ ազգային ինտեգրման համաձայնությունների կյանքի կոչմանը։ Էրդողանի խոսքով Թուրքիան ԱՄՆ-ի եւ Սիրիայի իշխանությունների հետ համակարգմամբ ուշադիր հետևում է այդ բոլոր գործընթացներին։ Թրամփը զրուցել է նաեւ Սիրիայի նախագահի հետ։ Ամեն ինչ շատ լավ է ընթանում, մենք շատ գոհ ենք, ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։ Դամասկոսից հայտնում են, որ Ահմեդ Աշարան եւ Դոնալդ Թրամփը քննարկել են Սիրիայում անվտանգության եւ կայունության ամրապնդման ջանքերը, երկկողմ գործակցության հեռանկարը։ Սիրիայի նախագահը վերահաստատել է երկրի միասնությունը, ազգային ինքնիշխանությունը, քաղաքացիական խաղաղությունը պահպանելու, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարելու պատրաստակամությունը։ Թրամփն էլ ողջունել է քրդական ուժերի եւ Սիրիայի կառավարության միջև ձեռք բերված հրադադարը։ Նա հավատացրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Արաբական Հանրապետության վերականգնմանը։ Ակնկալվում է, որ Աշարան այսօր բանակցություններ կվարի նաեւ Ռուսաստանի նախագահի հետ։ Սիցիլիական Նիշեմի քաղաքում արտակարգ տարհանում է հայտարարվել սողանքների սպառնալիքի պատճառով։ Տևական անձրևների հետևանքով մի շարք բնակելի տներ հայտնվել են հսկայական ժայռի եզրին, որոշ շենքեր եւ կառույցներ արդեն փլուզվել են։ Տարածաշրջանային իշխանությունները կրիտիկական են որակել ստեղծված իրավիճակը, հայտարարել հիմնական ճանապարհները փակելու եւ կրթական հաստատությունների գործունեությունը դադարեցնելու մասին։ Մասնագետները փորձում են ինժեներական լուծումներ գտնել, սակայն մտավախություն կա, որ զանգվածային սողանքները դեռևս կշարունակվեն։ Դիանա Գասպարյան, լուրեր։